Տղաս 7-րդ դասարան է, օրեր առաջ եկավ ասեց, որ դասանում խաղացել են այդ խաղը ու իրենց ընկերներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց։ Այս ծնողը մեզ խնդրեց ձայնը փոխել, անունն էլ գաղտնի պահել, որ երեխան չկորցնի վստահությունն ու շարունակի իրեն պատմել, թե ինչով են զբաղվում դպրոցում։ Հատկապես տարական ու միջին դասարանի աշակերտների շրջանում վտանգավոր մի խաղ է տարածվել։ Երեխաները կրկնօրինակում են համացանցում հրապարակվող տեսանյութերի այսպես ասած հերոսներին, նրանցից մեկը գլուխը դնում է ընկերոջ ծնկներին, մյուսը մերսելով քունքերը բարձրաձայն կրկնում տեսանյութում հնչող տարօրինակ հրահանգները։ Դրանից հետո երեխաներից շատերի ինքնազգացողությունը վատանում է։ Մեր ֆեյսբուքյան գրառմանն արձագանքած օգտատերերից մի քանիսն են մանրամասներ պատմում, բայց կրկին անանուն, մեջբերում այդ նամակներից։ Քրոջս փոքր տղան է խաղացել ու արդեն 2 շաբաթ ամենակով չի քնում, զուգարան չի գնում ու տենց։ Մտածում էինք ինչից է հետո ինքը ասեց, որ այդ խաղն է խաղացել։ Հիմա հոգեբանի մոտ պետքա տանենք։ Եղել է դեպք մեր դպրոցում էլ աղջկաս հետ, բայց ես նույն օրն ահազանգել եմ եւ քայլեր են ձեռնարկվել։ Կարծես լուծվել է, բայց հատկապես միջին դպրոցի աղջիկները շատ խոցելի են։ Գիտեմ, որ այլ դպրոցում էլ դպրոցը հենց ծնողներին ահազանգել է։ Խաղում էին 5-6-րդ դասարանի երեխաներ։ Հարցիս, ինչ եք անում։ Բա պիտի այդ գույնի դուռը Երևան մտնենք ներս, որ սևը Երևան մտնենք կմեռնենք։ Չէի լսել ու չգիտեի էլ ինչի մասին է խոսքը, բայց որ գլխի վրա քունքի հատվածում էին տրորում, արդեն վախեցա։ Ասում եմ, չի կարելի, չգիտեք ինչ կլինի իր հետ։ Չէ, որ չէ, ոչ մի բան էլ չի լինի։ Ու հիմա մենք ողջ դպրոցում ու առհասարակ այդ մասին ենք խոսում։ Լավ է, որ խոսվում է։ Երեխաներից մեկը հոգեբան Մարինա Ղազարյանին պատմել է, թե տարօրինակ պատկերներ է տեսել, երբ աչքերը փակել ու լսել է ընկերոջ հրահանգները։ Հետո ուշագնաց է եղել։ Դա բուն ուշաթափություն չի եղել ֆիզիոլոգիական մակարդակի, այլ իր կողմից եղել է դեմոնստրատիվ խաղ։ Այսինքն սկզբում ներշնչվել է, որ ինքը այսպիսի խաղի մեջ է մտնում, հետո արդեն ինքն է ներշնչման տարբերակով հավատացել, որ տեսնում է այդ պատկերները։ Հոգեբանը հիշեցնում է, պարբերաբար այսպիսի տարբեր խաղեր են տարածվում, որոնցում երեխաներին հաճախ վտանգավոր հրահանգներ են տրվում, ընդհուպ ինքնասպանության գնալ եւ այլն։ Բայց մասնագետները համոզված են, դրանց մասին պետք է զգույշ խոսել, առանց խաղերի անունները հնչեցնելու, հարցերը զգույշ ձևակերպել, որ չիմացողներն էլ չհետաքրքրվեն ու տագնապներ չունենան։ Դնում են նույնիսկ մասնագետների կողմից շատ հաճախ անզգույշ հարցեր։ Ասում են դու մթությունից վախենում ես օրինակ, բայց երեխայի մտքով չէր անցել, որ մթությունից կարելի է վախենալ։ Պրոֆիլակտիկ աշխատանքները, որ հիմա էլ շատ ակտիվ դպրոցները նախաձեռնել են, մի կողմից լավ է, բայց մյուս կողմից եթե դա զգուշավոր չի արվում, ապա մենք արհեստացին ճանապարհով բերում ենք թե գովազդ խաղին, թե ինֆորմացիայի մատուցելու ձևով նոր վախեր։ Ենթադրենք երեխայի ուշադրությունը գրավել է մի պսպղուն ու զրնգուն գնդակ։ Ծնողը կամ ուսուցիչը երեխայի ներկայությամբ գնդակը բացում են, որ միասին հասկանան ներսում ինչ է, այդ ինչից եւ ինչպես է այդ ձայնը հնչում։ Այս մոտեցմամբ են հոգեբանները խորհուրդ տալիս շփվել երեխաների հետ։ Կրթության փորձագետ եւ հոգեբան Անուշ Ալեքսանյանն ընդգծում է, տարիքին զուգահեռ փոխվում է երեխայի հետաքրքրությունները, ինֆորմացիայի ընկալումն ու շրջապատը, ավելի հասանելի են դառնում տեխնոլոգիաները։ Բարկանալն ու արգելքները դրեք մի կողմ եւ մտերմիկ ու առողջ կապ ձևավորեք ձեր երեխաների հետ, ասում է մասնագետը։ Ծնողները եւս իրենց երեխայի հետ միասին պիտի մեծանան, այսինքն իրենց ծնողավարման մեթոդները, մոտեցումները պիտի ձևափոխվեն, դինամիկա ապրեն, որպեսզի կապը խզվի, կապը չբարակի եւ երեխաների կյանքից անտեղյակ ծնողները չլինեն։ Եթե տեղյակ լինեն, ապա կարողանան խորհուրդ տալ, կարողանան հարցնել, բալես, բայց այդ ինչ խաղ է, օրինակ ինչու է քեզ սա հետաքրքրում, կամ հələ մի հատ արի ես էլ հələ տեսնեմ, այդ ինչ է կանում, ոնց է կանում, այսինքն ծնողի համար հասանելի կլինի երեխա կյանքի այս ոլորտը։ Կարծում եմ ծնողների 99%-ը չի մտահոգվում, որ ինչ որ ծնողական վերահսկողության համակարգ միացնի, որ բյուջետների համար գոյություն ունեն ծնողական վերահսկողության ծրագրեր, հիշեցնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ու խորհուրդ տալիս հնարավորինս սահմանափակել նաև դրանցից օգտվելու ժամանակը։ Ասում է, ամբողջ աշխարհում է տեխնոլոգիաների զարգացումը հետաքրքրում նաև երեխաներին իր վտանգներով ու օգուտներով։ Մեծ հաշվով երեխաներին բաց ենք թողնում ջրում ու ասում դե լողացեք, առանց լողալ սովորեցնելու։ Սա է Մարտիրոսյանի տպավորությունը։ Պետք չի խնդիրը երեխաների ուսերին գցել, պետք է հասկանալ, որ դպրոցը, որպես օրինակ կենտրոն, որտեղ հանդիպում են երեխաները
ծնողները ու ուսուցիչները, կարող է լինի այն կրթական համակարգը, որտեղ պետք է կրթվեն բոլորը, այսինքն մենք պետք է հասկանանք, որ թվային տիրույթի մասին խոսելուց մենք պետք է խոսենք բոլորի կրթության մասին, ոչ միայն երեխեքի, որտեղ մեծահասակները նույնչափ դմբու են այս հարցերում, ինչքան երեխեքը, եթե ոչ ավել։ Դպրոցներում վտանգավոր այս խաղի տարածվածության վերաբերյալ պաշտոնական դիմումներ կրթության նախարարությունը չի ստացել, բայց տեղյակ են դրանից։ Ուսուցիչներն աշխատում են բացատրում։ Ազատությանն ասած հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հավելեց, ուսումնասիրում են այդ խաղի ազդեցությունը, տարածվածությունն ու առաջացրած հետևանքները։ Խնդիրն այն է, որ ամեն անգամ նոր իրավիճակ է եւ ազդեցության եղանակ ուրիշ է եւ դրա ուղղությամբ մի քիչ տարբերվող քայլեր ձեռնարկվել։ Իսկ ոստիկանությունը ահազանգեր չի ստացել, թե երեխաներ են տուժել դպրոցներում։ Լուրեր էին տարածվել, որ այս ընթացքում 2 անչափահասներ են ինքնասպան եղել եւ նրանց հեռախոսներում իրավապահներն այս խաղերն են հայտնաբերել։ Քննչական կոմիտեից դեռահասի ինքնասպանության միայն 1 դեպքը հաստատեցին, բայց հերքեցին կապը խաղի հետ։